Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ինչպես է տրամադրությունը, իմը շատ լավ է հետևորդներ ջան, գնում եմ տեղ, ուր եմ գնում, այսօր մեր հրապարակում տեղի է ունենալու միջոցառում, համերգ է լինելու, բայց մինչ համերգի սկսվելը, ինչքան հասկացա, բակային ինչ-որ խաղեր է լինելու, երեխաները ինչ-որ խաղեր են խաղալու և ներկայացնելու են իրենց աշխատանքները, այնպես որ գնում եմ մինչև համերգի սկսվելը մասնակցեմ և տեսնեմ, թե ինչ միջոցառում են անելու։ Փողոցը ուշադիր անցնեմ, թե չէ մեր հայ ժողովուրդը չեն սիրում կարգ ու կանոնը պահել։ Ես միշտ անցնելուց անցնում եմ մեզ նախատեսված հատվածով, որպեսզի խնդիրներ չառաջանա, բայց անպայման պահում եմ զգոնությունը, որովհետև չեն զիջում և այն օրը տես մի դեպք էր իմ հետ պատահել։ Պատկերացրեք, մի քանի մեքենա զիջեց, որ պետք է անցնեմ իմ համապատասխան տեղով և մի ավտո արդեն ինձ վրա երթի էր ենթարկում, եթե ես ուշադիր չլինեի։ Հիմա այդպես ուշադիր զգուշությամբ անցա և արդեն հասել եմ հրապարակ, որ միջոցառում է, այսօր շուտ են միացվել մեր շատրվանները։ Գույները կան, ուղղակի որ լույս է, գույները չեն երևում։ Հիմա ասենց մոտիկից պահեմ կնկատեք, որ նայեք, ներքևում լույսեր են վառվում տարբեր գույների։ Դրանք մութ ժամանակ արդեն լինում են գույնավոր շատրվաններ։ Սիրուն այսպես միացրել են մեր շատրվանները, որպեսզի միջոցառումը լինի լիարժեք։ Մարդիկ արդեն կամանց հավաքվում են, որոնք նախապատրաստական աշխատանքներ են անում, քիչ են, բայց դա ոչինչ։ Հիմա հեսա բարձրանամ դեպի վերև, տեսնեմ վերևում երևի պետք է լինի միջոցառումը, այնպես որ մոտենամ այնտեղ և ավելի մանրակրկիտ ցույց տամ։ Տեսեք ինձ սիրուն խնամված, խնամքով, շատ հավեսին, լավ խնամված տեղին մեր այգին, սիրուն եղևնիներ ունենք, մեկը մեկից մեծ, բարձր, հզոր։ Ու տեսեք արմատների այդ հատվածները, որ կա այդ քոքերն այսպես ասած, իրեքսած, սրանք այն պահում են միջատներից, որպեսզի խնամվի ծառը վնաս չկրի, ապա ծառի այդ բոլոր հատվածները կրա ջուր են քսում։ Սիրուն է մեր հրապարակը, հազորով չի։ Մոտենամ այս ծառին էլ։ Տեսեք ինձ սիրուն հետաքրքիր կտրվածքներ են արել և այս եղևնին ստացել է այս տեսքը։ Ես համոզված եմ, որ խնամվելու ձևից է լինում, կտրվածքից է լինում, որ յուրաքանչյուրը ունենում է յուրովի տեսք։ Շատ եմ սիրում, երբ որ այս տեսակի խնամվում է ամեն ինչ։ Խնամված ամեն ինչն է շատ գեղեցիկ է նայվում, շատ գեղեցիկ։ Տեսեք այնտեղ կլորսեն շրջան կա էլի սարքած հավեսին։ Եվ ես տեսնում եմ, որ այս այգին մշակելու համար կան, որ ջահել աղջիկներ են մշակում ու շատ լավ է, որ ունենք նման տեսակի երիտասարդներ, որոնք զբաղվում են նման հարցերով։ Տեսեք այն մի կողմում է ինչ-որ պատրաստականները։ Գույնավոր ճամբարները, թղթերը կապված և ես այս թղթերը գույնավոր տեսա ու գնացի մտովի մանկություն, ինչու մանկություն, որովհետև մենք համարվա բոլոր ընթացքում այսպես գույնավոր մենք լենտեր էինք, թղթեր էինք են գույնավոր թղթի կտրում, ճամբար էինք սարքում և միջոցառում էինք անցկացնում ամեն օր երեկոյան, հավաքվում էին գյուղում բոլոր մարդիկ և գալի նայում էին մեր միջոցառումը և
մենք այդպես ուրախ ու լիարժեք անցկացնում էինք մեր օրը։ Տեսեք, ստեղ ինչ-որ բակային բաներ են անում։ Բարև ձեզ։ Տեսեք հետևորդներ ջան, սա մեր առաջվա խաղերն են խաղում երեխաները։ Կհիշեք աղջիկ փախցնոցի, այսպես է։ Տես։ Այ, հավեսս եկավ, ես էլ եմ ուզում գնամ խաղամ, մանկությունս հիշեմ, շատ եմ խաղացել, շատ։ Տենանքում եմ փախցնելու։ Որոշում եք ես ում անունն եք տալու, օրինակի համար Լիայի անունն եք տալի, ասում եք անունը Լիա, հասկացաք? Հեյ խմբերն ասա ժողովուրդ ջան, հեյ խմբեր խաղն է, այն մի կողմում աղջիկ փախցնոցին, այս մի կողմում հեյ խմբեր խաղն է։ Լիայի անունը տվեցին, Լիան դուրս եկավ, գնաց իրանց խումբ։ Երևի մեր բոլոր տարիքայինն էլ բոլորն է խաղացել են այս խաղերը, բայց հիմիկվա մեր այս փոքր երեխաների մոտ երևի որոշի մոտ է զարմանալի կլինի նման տեսակի խաղերը, բայց ես հավատացեք մազերիցս շատ խաղացել եմ այս խաղերը։ Մոտիկանամ աղջիկ փախցնոցի խաղին եւ տեսնեմ։ Տեսեք, այսպես է գրված է աղջիկ փախցնոցի։ Մի տեսակ աղջիկ փախցնոցին շատ ուրիշ ձև են խաղում, հեյ խմբերը ավելի ակտիվ ու ավելի լավ են խաղում ըստ իմ կարծիքի, այստեղ վարողներից էլ կապ ունի, վարողներն է շատ լավ վարում են, պես երեխաները շատ ակտիվ են խաղում այս մի խմբում։ Ճամբար է սարքած։ Մեր մանկության ճամբարը, գույնավոր լենտերով։ Այս չի կարողանում պոկի, նայեք ինչ ուժեղ աղջիկներ են, չեն կարողանում։ Տենում եք ինչ ուժեղ աղջիկներ ունենք, չեն կարողանում ձեռքերները պոկել։
Հիմա տեսնենք կկարողանան մեր տղաների ձեռքերը պոկել։ Պահեք տղեջի։ Տենանք աղջիկներն են ուժեղ թե տղաները։ Չին կարող։ Այ կարած վազելով դարձին։ Ես տարամինացի։ Հիմա դուք եք ստում, նույն խաղը դուք եք ստում և անցիկ եք խաղում։ Դուք գալիս եք ես վեր։ Երեք, մեկ, շոտ։ Գնացին։ Ինչ կուզեք, ներքերի խմեք, լացի։ Տեսնում եք, առանց խաղավարի չեն կարող խաղան, ահա, սպասում են։ Երեխեք ջան կներեք, Տեսան դրանեք գնացի, 3-4 Յալի, դեղ ավետի եք Ովքեր որ խաղացել են նման խաղեր, հետևորդներ ջան, հավատանց, երևի ես վստահ եմ, որ բոլորդ այս խաղերը խաղացել եք, որովհետև ես այն մանկուց այս խաղերը տեսել եմ, ովքեր որ խաղացել եւ շատ են սիրում եւ կողմնակից են, որ մեր երեխաները խաղան այս տեսակի խաղեր ոչ թե ինտերնետային, ապա խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ովքեր են ինձ հետ համամիտ։ Այստեղ թազա մի խաղի տեսակ տեսա, մոտենամ դա նկարեմ, աքլորա կռիվ։ Տեսնենք այստեղ ինչ խաղ է։ Սա ինձ մի քիչ անծանոթ խաղ է։ Այս փոճուրներին ասենք մի քիչ։ Այսինքն մի ոտքով պետք է պայքարեն գծի ցովում, մեկը մեկի մյուսին պետք է հանի։ Տեսնենք ով է հաղթում աքլորակռվում։ Տեսնենք ով կհաղթի, այդ տեսեք մեր ոտքը երկուսն է պարտվեցին։ Ինչու չեն ուզում մեր աղջիկները խաղալ։ Հավաքվել են, ուրախ երեխաները խաղերը խաղացին, վերջացրին, հիմա էլ խմբակային պարում են։
Երանի, մենք էլ լինեինք փոքրանայինք մի քանի տարով, գնայինք մոտավորապես մի 12-13 տարեկան կուզեի լինեի, որ համ խաղերին մասնակցեի, համ չգիտեմ, ուրախ ժամանակ անցկացնեի խաղայի անհոգ բակում։ Ճիշտն ասած, հիմա սահմանափակում չկար, ովքեր որ ցանկանում էին նկարահանվել, խաղալ, կարողանում էին գնալ եւ խաղալ, մի պասեցի սպասեք, այսպես կամերան դնեմ, գնամ ես էլ խաղամ, հեյ խմբել խաղը, բայց հետո էլ մի պա մտածեցի լավ ու հետ կանգնեցի, բայց հավատացեք, մեծ սիրով կուզենամ, որ խաղամ եւ մասնակցեմ նման տեսակ խաղերի։ Հիմա եկա մի փոքր նստեմ նստարանին, մի քիչ հանգստանամ, վայելեմ այս լավ պահերը, եղանակը հիմա մի փոքր արդեն անպամած եղավ, հովը ընկավ, քանի դոկար շատ շոգ էր եւ հնարավոր չէր գալ, դաժե նստել նստարանին, իսկ հիմա այսպես մեծ սիրով նստել եմ, շատ հավես է, շատ հով զով եղանակ է։ Նստած եմ նաև Ստեփան Շահումյանի տուն թանգարանի առջև։ Տուն թանգարանը շատ հետաքրքիր է, Ստեփան Շահումյանի շատ հետաքրքիր է, մի օր քույրիկիս հետ ենք մտել, թույլատրություն ենք ստացել եւ մտել ենք ու նկարել չէին թույլատրում, որ չի կարելի նկարահանել, այդ իսկ պատճառով ես չեմ գնում եւ չեմ նկարում, բայց մեջը շատ հետաքրքիր էր հետևորդներ ջան, մտանք ման եկանք, նայեցինք ամեն տեսակի բաներ եւ դուրս եկանք, ափսոս որ նման տեղերում չեն թույլատրում նկարահանումը, կարելի է, ինչու չէ, նկարահանել, մարդիկ տեսնեն, հետաքրքրություն առաջանա, գան, իրանք է մասնակցեն, եթե մի բանը չես տեսնում կամ չես իմանում դրա մասին, հաստատ չես գալի այդ ուղղությամբ։ Ըստ իմ կարծիքի նկարահանումը պետք է լինի բոլոր տեղեր, որպեսզի մարդիկ տեսնեն, ծանոթանան եւ գան իրանք էլ անձամբ այցելեն եւ տեսնեն մեր հիանալի տեղերը, տուն թանգարանները, շատ լավ բաներ ունենք, շատ։ Այս երաժշտությունը անջատվեց, ինչու չեմ գնում շատ մոտիկ, հետևորդներ ջան, որովհետև գիտեք, որ երաժշտությունով շատ վիդեոներ չեմ կարողանում տեղադրել, այդպիսին է, օրենքը չի թույլատրվում։ Հիմա դաժե անձրևի կաթիլներ եկավ, մենակ ոչ անձրև, չխանգարի մեր ժողովրդի ուրախ պահերը, որը շատ քիչ է լինում։ Նայեք այն կողմում արդեն նախապատրաստական աշխատանքներ են անում երգերաշտության համար, գալու են հայտնի երգիչ եւ երգչուհիներ, ուրախ ժամանակ է սպասվում, ժամանց է սպասում մեր Ստեփանավանի մարդկանց, ինչու մենակ Ստեփանավանի, նաեւ կարող են մյուս մնացած ուրիշ տեղերից էլ եւ մասնակցել։ Ես էլ մեծ սիրով կգամ եւ կմասնակցեմ համերգին։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ նման տեսակի խաղ են կազմակերպել հետևորդներ ջան, որովհետև ես նայելով այս խաղերը գնացի մանկություն եւ այն տեսակի մանկություն, որ մենք լիարժեք խաղացել ենք այս բոլոր տեսակի խաղերը եւ իմ տարիքային բոլորդ էլ ովքեր որ նայում եւ լսում եք ինձ կհավատաք վստահորեն կարող եք ինձ հետ համաձայնվել, որ մենք բոլոր տեսակի խաղերը խաղացել ենք, ունեցել ենք շատ լավ, ակտիվ եւ առողջ մանկություն։ Նայելով այս երեխաներին, թե ինչպես են խաղում հեյ խմբել խաղերը, ես ինձ մի պահ տարա մանկություն, որովհետև հենց դպրոցում կլիներ, թե ուրիշ տեղեր խաղալու զբաղվում, ես շատ ակտիվ խաղացող երեխա էի, շատ ճարպիկ, եւ ես հեյ խմբել խաղում ենք եւ պատկերացրեք անունը գոռալում, բոլորը իմ անունն էին գոռում ու ցանկանում էին, որ ինձ տանել իրենց խումբ խաղալու, այդպես ճարպիկ խաղացել եմ այս խաղերը, մի պահ հուզվեցի եւ սիրտը շատ լավ ոնց սկսեց արագ աշխատել, ես պատկերացնում եմ, որ ես այդտեղ խաղում եմ
եւ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել հետևորդներ ջան, շատ մեծ շնորհակալություն հայտնել այս միջոցառումը կազմակերպողներին, ովքեր որ այսպիսի հնարավորություն են տալիս մարդկանց տեսնել մեր այդ շատ գեղեցիկ խաղերը։ Անչափ շնորհակալ եմ այս միջոցառման կազմակերպիչներին, թող այս միջոցառումները շատ լինեն մեր քաղաքում, թող մեր երեխաները մի պահ, թեկուզ կես ժամ կամ 1 ժամ կտրվեն հեռախոսի հետ կապած ինտերնետային բոլոր տեսակի խաղերից, հաստատ դա առավելագույնն է, ավելի լավն է, այս տեսակի խաղերը թեկուզ 30 աստիճան արևի տակ, քանց նստած տանը եւ սենց մտած հեռախոսի մեջ, սենց խորացած, որտեղ հեռախոսի մեջ կարող են տեսնել մեր երեխաները ամենավատ բաները, որ չպետք է տեսնեն եւ լսեն այդ ամեն ինչի մասին։ Ըստ ինձ ես կնախընտրեմ նստել 30 աստիճան այսպես արևի տակ խաղալ, քանց մտնել հեռախոսում եւ տեսնել նման վատ խաղեր եւ վատ բաներ, որ սովորում են մեր երեխաները, դե իհարկե, որովհետեւ վատ բանը ավելի շուտ են ընդօրինակում եւ սովորում։ Հիմա ես արդեն հասնում եմ մեր արագ սննդի կետը, ամուսնուս հետ որոշել ենք գնանք Աշոտ երկաթ եւ այնտեղից կմիանամ ու ձեզ ցույց կտամ, թե ինչ հիանալի վայրեր ունենք մենք Աշոտ երկաթում։